Այսօրվա խոսքը գիտես, ես ասեմ, սկզբից ուրիշ վերնագիր էի ուզում, այն էլ հետո պարզվեց նմանատիպ վերնագրով մեր հով գորը քարոզ էր դրել, որոշեցի վերնագիրը մի քիչ փոխեմ, ուզում էի դնել կախարդական փայտիկ։ Հետո իմացա, որ մեր հով գորը ունի քարոզ ոչ կախարդական փայտիկ վերնագրով, դա համար որոշեցի փոխեմ վերնագիրը։ Վերնագիրը վերցրեցի հենց այն մտքով, ինչը որ իմ սրտի մեջ կա սիրելիս։ Ինչի համար որ այդ քարոզը ներսումս բարձրացել էր։ Ինչ եմ ես ուզում ես քարոզը։ Վերնագիրն էսպիսին է, չեմ ուզում հիասթափվես։ Չեմ ուզում հիասթափվես։ Ու ես կխնդրեմ թող երկու եղբայր գան, ես իրենց խնդրել եմ որ մոտենան։ Գիտես, ես հաճախ նամակ եմ ստանում, աղոթում ենք, իրար հետ շփվում ենք։ Ու հաճախ լինում է, որ աղոթքի խնդրում են աղոթք, հով ջան, ես մի բանի համար կաղոթես, ես մի բանի համար կաղոթես։ Գիտես, կան աղոթքներ, այո, խնդրանքներ, որոնք նորմալ են, որոնք խնդրում են, ու դու աղոթում ես որպես ծառայող քահանա, որ մարդկանց կյանքում Աստվածային միջամտություն լինի, բայց կան աղոթքներ, խնդրանքներ, որոնք պետք չի աղոթել։ Այդտեղ պետք է ջանք, այդտեղ պետք է աշխատասիրություն։ Աղոթքներից մեկը որն է, օրինակի համար գրել են ինձի, ասում հով ջան, կաղոթես, որ միտքս նորոգվի։ Ինչ աղոթեմ։ Սելիս միտքը նորոգվելու համար պետք է գիրք կարդալ։ Միտքը նորոգվելու համար պետք է քարոզներ լսել։ Միտքը նորոգվելու համար պետք է անձնական աղոթքի եւ դավանանքի կյանք ունենալ։ Ես ինչ աղոթեմ։ Ամենալավ աղոթքը, որ աղոթեմ, պետք է աղոթեմ աշխատասեր լինես։ Ամենալավ աղոթքը, որ աղոթեմ, պետք է աղոթեմ սիրես գիրք կարդալ։ Բայց աղոթեմ, որ միտքդ նորոգվի, դա աղոթքով չի նորոգվում, ուրիշի աղոթքով։ Ու դրա համար կախարդական փայտիկ էի ուզում դնել վերնագիրը, որ շատ հաճախ մարդիկ ուզում են, մա ցենց հեշտ, մա հով ջան, մա աղոթի, ես բան չանեմ, թող միանգամից լինի։ Հիմա տեսեք, բերում եմ ձեզ հետաքրքիր մի օրինակ։ Բերեմ քո վրա էսի, տեսեք հիմա, էսի իմ գլխարկն է, էսի քաշում եմ մանվելի գլխին, այսպես։ Ահա։ Հիմա տես, անորենը բերելա մանվելի աչքերը փակելա, միտքը փակելա, մանվելը մտքի նորոգման կարիք ունի։ Մանջան, երբ որ գլխարկը գլխիցդ հանես, դա կնշանակի, որ քո միտքը նորոգվեց։ Հիմա մտքի նորոգում ունեցի, հանի գլխարկը։ Ինքը ինչ որ մի բան արեց, չէ՞։ Հիմա տես, ուզում եմ նորից դնեմ ամոյին։ Հիմա արի հետևից բռնի ձեռները, այսպես գրկի իրան։ Պինդ գրկի։ Հիմա մանվելը կարա գլխից գլխարկը հանի։ Սիրելիներ, տեսեք, այ մենք սա պետք է հասկանանք։ Երբ որ մարդը այս կարգավիճակում է լինում, այս ժամանակ արդեն իրան պետք կլինի ազատագրման աղոթք, միջամտության աղոթք, կողքի քույր եղբայրների աղոթքը, որ գան ու մանվելին օգնեն, որտեղ ինքը ի վիճակի չի արդեն իր ուժերով ազատագրվի։ Բայց ես ուզում եմ ասեմ, սելիս, քանի դեռ հլը ծույլ ենք, չի նշանակում, որ այս վիճակում ենք։ Հլը ալարում ենք, հավես չկա, դե հովը կա, թող հովը աղոթի։ Դեռ չի նշանակում, որ այս վիճակում ենք, պարզապես հլը ծույլ ենք, ալարում ենք, դե հովը կա, էլի կգնան կանի։ Այս դեպքում նոր թող գա ազատագրման ծառայությանը, թող ծոմ ու աղոթք պահենք մանվելի համար, որ ազատագրվի, բայց շատ հաճախ սենց է, բայց ալարում է։ Այդ գրեմ հեսա, հա, գտա, հով գորի սայտը գտա, հեսա գրեմ թող աղոթի իմ համար։ Գոր Մեխակյանի սայտը գտա, գրեմ թող աղոթի։ Էս ինչի, Սևակի սայտը գտամ, գրեմ թող աղոթի։ Ցելիս չեմ ուզում հիասթափվես։ Այդտենց աղոթքները չի պատասխանվում ու կարող է 100 հովիվ էլ գտնես, 100 հովիվ էլ խնդրես, ոչ մեկի խնդրանքն էլ, ոչ մեկի աղոթածն էլ չպատասխանվի։ Որովհետև դու պետք է լինես պրոստը աշխատասեր։ Խոսքը վերցնես, կարդաս, աղոթես, դավանես, ծոմ պահես, ժամանակ անցկացնես խոսքի հետ, ու այդ խոսքը քո կյանքում պտուղ կտա։ Հիսուսի անով, արի ծափարենք տղաներին, Տերը օրհնի շատ։ Էս էլ վերցրա։ Աստվածաշունչը մեզ ասում է Սաղմոս 42:5-ում. Ինչու ես տրտում, ով իմանց, եւ շփոթված ես ինձանում, Աստծուն հուսացիր, որովհետև կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Սիրելիս, Աստծուն հուսալով երբեք ամոթով չենք մնալու։
Երբեք չի լինի, որ մենք Աստծուն վստահեցինք, Աստծուն հուսացինք ու Աստված իրան հուսացողներին ամոթով թողեց։ Մեզ կասի Հռոմեացիս 5:5 հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ։ Հույսը չի ամաչեցնում, սիրելիս։ Եթե մենք ճիշտ ձևով, եթե մենք հույս ենք դրել մեր Աստծո վրա, մեր Աստված հավատարիմ է, մեր Աստված ճշմարիտ է, մեր Աստված զորավոր է, մեր Աստված փառահեղ է, ինքը մեր կյանքը փոխում է։ Գիտես, շատերս տեղյակ կլինեն, կա սոսինձի տեսակ, չէ, որ ինքը երկու կոմպոնենտ պետք է իրար խառնես, ու սուպեր կլե, բայց երկու կոմպոնենտ ես իրար խառնում։ Մեկ ունի այդ մածուկը, այդ գելը, այսպես ասած, մեկ էլ ունի իր փչելունը։ Եթե առանձին ամեն մեկը օգտագործես, նրանք չեն աշխատում, բայց երբ որ երկուսն ես իրար հետ օգտագործում, դա նոր ակտիվանում է, դա նոր գործի է դրվում։ Ու հիմա նույնն էլ մեր կյանքում սրելիս խոսքը լսում ենք, Աստվածաշունչը մեզ ասում է, խոսքը պետք է հավատքով խառնվի, որ մեր կյանքում պտուղ տա։ Քանի դեռ հավատքի հետ չի խառնվել, մեր կյանքում դա պտուղ չի տալիս։ Խոսքը, երբ որ լսում ենք, հավատքի խոսքը լսում ենք, բժշկության խոսք, կյանքի խոսք, ապաշխարության խոսք, սրբության խոսք, ֆինանսական խոսք, ընտանիքի խոսք, երբ որ լսում ենք, մենք պետք է դա խառնենք հավատքի հետ։ Մեզ կասի Եբրայեցիների թուղթը 4:2, որովհետև մենք էլ ավետիքն առել ենք ինչպես նրանք, բայց նրանց օգուտ չբերավ ավետիքի խոսքը, քարոզչությունը, որովհետև չխառնվեցավ հավատքի հետ։ Երբ որ խոսքը լսում ենք, սիրելիներ, մենք այդ խոսքը պետք է խառնենք հավատքի հետ։ Ու մենք այսօր խոսելու ենք հենց դա, կարևորելու ենք դա, ոնց խառնենք հավատքի հետ։ Ինչ է նշանակում խառնել հավատքի հետ։ Ամեն Կիրակի գալիս եմ եկեղեցի, կյանքս չի փոխվում։ Չեմ ուզում հիասթափվել, սիրելիս։ Աստծուն գալը զուր չի։ Չեմ ուզում հիասթափվես, որ անցնի տարիներ ու ասես, այսքան տարի գնացի եկեղեցի, բան չփոխվեց։ Չեմ ուզում հիասթափվես։ Չեմ ուզում ժամանակդ կորի, չեմ ուզում ժամանակդ կորցրած լինես, ուզում եմ քո կյանքում ամեն տարի, տարուց տարի փառքից դեպի փառք գնաս, հաղթանակից հաղթանակ գնաս։ Ոչ մեկս պարապ չենք։ Իմացի, որ Աստված գնահատում է, այն որ դու ես ցրտին, ես բուք ու բորանին, ես ձյանը, ես պրոպկեքին, ես ամեն ինչին գնահատել ես, գին ես վճարել, ջանք ես թափել, զոհ ես արել, ճանապարհի ծախս, ֆինանսական ծախս, մեքենայի ծախս, բենզինի ծախս, ու Աստված տեսնում է, երկինքը տեսնում է, բայց չէ, Աստված չի ուզում, որ հիասթափված մնաս։ Աստված ուզում է քո զոհի վրա կրակ իջնի։ Աստված ուզում է քո ջանքի վրա իր օրհնությունն իջնի։ Գիտես, մենք շատ հաճախ կարանք տեսնենք միևնույն քարոզին նստած մարդը դուրս է գալիս, կյանքը մի երկու ամսվա մեջ փոխվում է, հետո ասում է, ես հիշում եմ, այս ինչ ժամանակ այսպես քարոզ եղավ, դրանից հետո իմ կյանքը գնաց այսպես, եղավ այսպես, ու այն մեկը նայում ասում է, հա, տենց էլ է լինում։ Գիտես, ես հիշում եմ, երբ որ իմ հարազատը ֆինանսական օրհնություն, զոհաբերություն էր անում ու ճանապարհին իրար հանդիպում են, գնում էր բանկով փոխանցում անելու, ճանապարհին հանդիպում են նախկին եկեղեցու անդամի։ Ու ասում է, ինչ կա, ոնց եք ուր ես գնում, ասում է, դե գնում եմ, ես այսինչ ծառայությանը պարտներ եմ, գնում եմ իմ օրհնությունը, իմ ֆինանսական բանը փոխանցեմ, նայում ասում է, վայ, ասում է, ինչ հավես է, դու հələ հավատում ես դրան։ Գրես չեմ ուզում հիասթափվես։ Ամեն մի զոհը Աստծո առաջ երևում է։ Չեմ ուզում հիասթափվես։ Ամեն մի աղոթքը Աստծո առաջ բարձրանում է։ Չեմ ուզում հիասթափվես, սիրելիս։ Չեմ ուզում, որ հանկարծ սատանան այդ կեղտոտ միտքը բերի ու մտածես, դե գնացինք, ոչ մի բան էլ չփոխվեց։ Ուզում եմ, երբ որ մենք գնում ենք, ուզում եմ, երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, աղոթքներ ենք անում, զոհաբերություններ, ծոմապահություններ, իմանանք ոնց անենք, որ դա մեր կյանքում պտուղ տա։ Մատթեոս ավետարան 7:24-ում մեզ Տիրոջ խոսքը կասի, արդ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Խոսքերը լսում եւ կատարում։ Խոսքը մենակ լսելով չի, խոսքը լսում եւ լսած, խոսքը կատարում։ Խոսքը լսում եւ լսած, խոսքը կատարում։ Դա նման է իմաստուն մարդի, որ իր տունը, իր կյանքը շինեց ժայռի վրա, դա պտուղ է դալի, դա հաստատ է մնում այդ կյանքը։ Բայց ասում եմ կնիմանացնեմ այն մարդուն, ով որ իմ խոսքերը լսում եւ չի կատարում, մի հիմար մարդու։
ով որ խոսքը լսեց ու չկատարեց, նմանա որ իր տունը շիրեց ավազի վրա, ոչ թե ժայռի վրա։ Քամիներն եկան, փոթորիկներն եկան, այդ տանը զարկեցին եւ այդ տան կորուստը մեծ եղավ։ Գիտես, երբ որ մեծ կորուստ ա լինում, մեծ հիասթափություն ա լինում։ Երբ որ մեծ կորուստ ա լինում, մեծ ա լինում ցավը, մեծ ա լինում արցունքները, մեծ ա լինում դառնությունը, չեմ ուզում հիասթափվես։ Չեմ ուզում, գիտես, պարզապես անցնի ժամանակ ու Աստծո խոսքը լսած լինես, կատարող չլինես, հետո ինչ որ մի բան կատարել, բա խի սենց եղավ, բա ինչի էս ամեն ինչն եղավ։ Տերն ասում է, այն մարդը, ով որ իր տունը շինում է ժայռի վրա, այդ մարդու տունը հաստատուն կմնա։ Տերը պատմում է մի առակ, բերում է մի լավ օրինակ, Սերմնացանի առակը։ Այսօր մենք իրար հետ կնայենք Սերմնացանի առակը։ Նախ ուզում եմ ասեմ Մարկոս 4-րդ գլխում 13-րդ խոսքը մեզ տալիս է մի բանալի խոսք, երբ որ Տերը պատմում է Սերմնացանի առակը, աշակերտները չեն հասկանում։ Եվ գալիս են հարցնում, ասում են Տեր, այդ առակը մեզ մեկնիր։ 13-րդ խոսքում ասում է եւ նրանց ասեց. դուք չգիտեք այս առակը եւ ինչպես ամեն առակները կգիտենաք։ Գիտեք, ես այս առակը մեկ-մեկ անվանում եմ սենց առակների առակ։ Այս առակը որ հասկացաք, մյուս առակները կհասկանանք։ Հիսուսն ասում է, եթե այս առակը չեք հասկանում, մյուսները ձեզ ոնց է բացվելու։ Այս առակը ոնց որ հանդիսանա բանալի հասկացնելու մնացած առակներին։ Դա համար մեզ պետք է ժամանակ առ ժամանակ այս առակին հետ դառնալ։ Ժամանակ առ ժամանակ թույլ տալ, որ այս առակը Հիսուսի այս իմաստությունը մեր ներսում նորից բացվի։ Այս նույն առակը ուզում եմ կարդամ հիմա Ղուկաս ավետարանի մեջից։ Սերմ ցանողը դուրս գնաց իր սերմը ցանելու։ Եվ նա սերմ անելիս, որը ճանապարհի մոտ ընկան, եւ կողվեցան, եւ երկնքի թռչունները նրան կերան։ Եվ ուրիշ ապարաժի վրա անկավ եւ բուսնելով ժամանակին չորացավ հյութի պակասության պատճառով։ Եվ ուրիշն ընկավ փշերի մեջ, եւ փշերը նրա հետ բուսան եւ խեղդեցին նրան։ Եվ ուրիշն ընկավ այն բարի պարարտ երկրի վրա եւ բուսավ հարուրապատիկ պտուղ տվավ։ Այս բաները խոսելիս աղաղակեց. ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Դες հետաքրիր մի տեսարան ա կատարում։ Տերը իրավիճակը հասկանում ենք, չէ՞, հանգիստ, քարոզում ա, օրինակներ ա բերում, առակներ ա բերում, ու այս առակը ավարտելուց հետո աղաղակում ա։ Այստեղ նույնպես շատերի պատասխան կլինի, որ մեկ-մեկ ասում են խեք գոռալով քարոզում։ Ասում են եւ Տերը աղաղակեց։ Գիտեք, այնպես չի որ աղաղակեց, որ շատերը լսեն։ Որտեւ ինքը հենց խոսում էր այնպես, որ կարողանային լսեն, այնպես չէ որ խոսում էր, որ չկարողանային լսեն։ Այսինքն ինքը խոսում էր, լսում էին մարդիկ, բայց հետո ձայնը բարձրացրեց, նպատակ ուներ ավելի կարևորելու, ավելի շեշտադրում անելու։ Ժողովուրդ, բան եմ ասում, սա շատ կարևոր է։ Բան եմ ասում, սրա վրա շատ մեծ շեշտադրում դարձեք։ Ասում է եւ աղաղակեց ու ասեց. ով ականջ ունի, թող լսի։ Ինքը չէր խոսում ֆիզիկական ականջների մասին։ Ինքը խոսում էր լսող ականջի մասին։ Ինքը խոսում էր նրա մասին, որ ուղակի կողքով մի անցեք, ուշադրություն դարձրեք հիմա ինչ եմ ասում։ Աղաղակեց։ Հետո գալիս են աշակերտները 11-րդ խոսքում ասում են, այդ առակն ասա, սերմը Հիսուսը սկսում է առակը մեկնել։ Արդ առակն այս է, սերմը Աստծո խոսքն է։ Սերմը Աստծո խոսքն է։ Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ լսում են եւ հետո սատանան գալիս է եւ խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան եւ փրկվեն։ Սելեստես ինչ է կատարում հոգեվոր աշխարհում։ Երբ որ քարոզը լսում է մարդը, սատանան քնած չի։ Աստվածաշունչն ասում է, սատանան գալիս է եւ խոսքը հանում է, որ մարդը չլսի, չհավատա ու չփրկվի։ Ճանապարհի մոտին էլ նրանք են, որ լսում են եւ հետո սատանան գալիս է, խոսքը նրանց սրտից հանում է։ Եկան, լսեցին, բայց հենց դուրս եկան, անօրենը քնած չի։ Կգա տարբեր տեսակի գայթակղություններով, կասկածներով, դե լավ էդ ինչ էին հավաքվել են, դրանք աղանդավոր են, էսենեն են, տարբեր մտքեր, տարբեր կասկածներ։ Ապարաժի վրային էլ նրանք են, որ երբ որ կլսեն խոսքը, ուրախությունով ընդունում են։ Սակայն սրանք արմատ չունեն, մի առժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակին հեռանում են։
Ոմանք էլ գալիս են, վայ ինչ լավ է ձեր մոտ, վայ ինչ լավ է եկեղեցում, վայ ինչ լավ խաղաղություն կա, վայ իմ կյանքը սենց փոխվեց, վայ սենց որոշակի վկայություններ, բայց մեկ էլ սատանան քնած չի, չէ, բարեկամներ, հարազատներ, շրջապատ, հավատքի ես գնում, թաղանդավոր ես դարձել, դու էլ ես հալելույա անում։ Հիմա քույրիկ եղբայրներ եք, ինձ ասել են, գիտես չէ, հիմա քույրիկ եղբայրներ եք, ասում, հա, քույրիկ եղբայրներ ենք։ Ու ես չեմ ամաչում իմ քույրիկ եղբայրներից։ Հիմա հալելույա ես ասում, հա, հալելույա եմ ասում, որտեվ դա նշանակում է հալալ լինի յահին։ Հա, էդի մեծ պատիվ է էդի կարանալ ասել։ Էդի պարզապես մուլտիկի երգ չի։ Հիմա աղոթում եք, հա, հիմա պարում եք, հա։ Գիտեք, ասում եմ, բայց սատանան քնած չի, գալիս է, ու ասում է, բերում է գայթակղություն, ու ասում է, նրանք հավատքը արմատ չուներ, շուտով գայթակղվում են։ Փշերի մեջ ընկածը նրանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստությունից եւ կյանքի զվարճություններից գնալով խեղդվում են եւ անպտուղ են լինում։ Դες հաջորդ զենքը որն էր։ Հոգսեր, հարստություն, կյանքի զվարճանքներ։ Հով ջան, ժամանակ չկա։ Օրը գիշեր տանջվում ենք, օրը 24 ժամ։ Սիրելիս, Աստված էլ գիտի այդ ամեն ինչը։ Ու Աստված հենց դրա համար պատասխան է տալիս։ Եթե մենք Աստծուն տանք, Աստված մնացածը օրհնությունով կլցնի։ Գիտես, հին ուխտում, երբ որ Մովսեսը գնաց Փարավոնի մոտ, ասեց, բաց թող գնանք Տիրոջը երկրպագենք, Փարավոնը, որը շատ հաճախ սատանայի խորհուրդն է, ինչ ասեց, սրանց հարկը ավելացրա, որ իրանց Աստծուն երկրպագելու մասին չմտածեն։ Այդ սատանայի ծրագիրն է, որ մեր վրա այնքան գործ, այնքան հոգս ավելացնի, որ այդ 2 ժամն էլ, 3 ժամն էլ, մի կիրակին էլ հանգարց դրա մասին չմտածենք, չէ մինչև ստեղ խեղդված եմ, հով ջան չեմ կարա։ Ես այնպես չի, որ վատ բան եմ ուզում ասեմ, բայց դա հենց սատանայի թակարդն է, ավելի շատ է խեղդելու։ Ավելի շատ է խեղդելու։ Դա համար պետք է կարողանանք մի պահ ուժ գտնենք։ Մի պահ որ ասում մեզի թափ տանք ու ասենք վերջ, հերիք եղավ, ես գնալու եմ իմ Տիրոջը պաշտելու։ Ես գտնելու եմ ժամանակ աղոթքի, ես գտնելու եմ ժամանակ կարդալու Աստծո խոսքը, ես գտնելու եմ ժամանակ իմ Տիրոջը երկրպագելու։ Հոգսերը հարստություն եւ կյանքի զվարճանքներ։ Գիտես, հարստությունը վատ բան չի, մեր Աստված ամենահարուստն է, բայց հարստությունը պետքա ծառա լինի մեզ, ոչ թե մենք իրան ծառայենք։ Հա, հարստությունը պետքա ծառա լինի մեզ։ Նույնպես զվարճանքը, եթե այդ զվարճանքը դու տանդ հետ, ընտանիքիդ հետ, քույրերիդ, եղբայրներիդ հետ լավ ժամանակ ես անցկացնում, դա էլ մեղք չի։ Բայց եթե այդ զվարճանքը դառնում է մեղք, այդ զվարճանքը դառնում է Աստծուց կարևոր, դա արդեն մեղք է։ Այդ արդեն սատանայի գայթակղությունն է, որ հեռացնում է։ Գիտես, այնպես չլինի, որ հայտնվենք մի հատ նեղ վիճակում, նոր Աստծուն հիշենք։ Արի Աստծո հետ քայլենք էլի։ Արի Աստծո հետ հիմիկվանից քայլենք։ Որ հետո վաղը միսօր խնդիր չլինի։ Գիտես, այսպեսի խոսք կա, չէ, ասում եմ, երբ որ մարդիկ բոլորը աղոթող են դառնում, երբ որ ինքնաթիռը օդի մեջ տուրբուլենտնեստ է ունենում, բոլորը աղոթող են դառնում։ Աղոթող են դառնում նույնպես բանտում դատից առաջ։ Աղոթող են դառնում նույնպես վիրահատությունից առաջ հիվանդները։ Բայց արի աղոթող լինենք միշտ սիրելիս։ Չհայտնվենք այդ իրավիճակում նոր հիշենք, որ աղոթք կա։ Արի մեր Տիրոջը կանչող լինենք ամեն ժամանակ։ Գիտես, մենակ չաղոթենք այն ժամանակ, երբ որ մեր սառնարանը դատար կա, աղոթենք ու փառաբանենք այն ժամանակ, հիշենք մեր Աստծուն, գոհանանք մեր Աստծուն, գնանք մեր Աստծո խոսքին, մեր Աստծո գործին, նույնպես այն ժամանակ, երբ որ մեր գրպանը լիքն է, մեր սառնարանը լիքն է։ Հաջորդը սիրելիս, բայց այն պարարտ երկրի մեջ նրանք են, որ բարի եւ հոժար սրտով խոսքը լսում են եւ ընդունում են եւ համբերությունով պտուղ են տալիս։ Հիմա սիրելիս, պտուղ են տալիս։ Բայց այստեղ Հիսուսը մի քանի կարևոր հատկանիշներ է ասում, երբ է մեր կյանքում պտուղ տալիս։ Բարի սիրտ։ Որ սրտի մեջ է սերմը պտուղ տալիս, երբ որ սիրտը բարությունով լցված է։ Ասում եմ, բայց
որ բարի եւ հոժար սրտով խոսքը լսում են եւ ընդունում են եւ համբերությունով պտուղ են տալի։ Երբ որ սրտի մեջ բարություն չկա, այդ սիրտը բարությունով լցված չի, այդ սրտի մեջ ինչքան էլ սերմ ցանվի, պտուղ չի տալիս։ Սրտեր քնողը գիտի ու տեսնում ասիրելիս։ Բարի սիրտ։ Բարի սիրտ։ Խնդրում եմ նայ կողքինիդ ասա ունեցիր բարի սիրտ։ Ունեցիր բարի սիրտ։ Որ այդ սրտի մեջ չլինի նենգություն, այդ սրտի մեջ չլինի հպարտություն, այդ սրտի մեջ չլինի հակառակություն, այդ սրտի մեջ չլինի չներում, այդ սիրտը բարի լինի, բարությունով լցված սիրտ լինի, ասում եմ հոժար սիրտ, գրես հոժարությունը դա ինքնակամ ընտրություն է, կարել քեզ ստիպեն, բայց կարած դու հոժարությամբ դա ընդունես, հա? Ես հաճախ այս օրինակը միշտ ծիծաղելով պատմում եմ, գրես երբ որ ես փոքր էի, մենք սեփական տանն ենք մեծացել, հայատ, երեխաներ, ընկերներ, հեծանիվ քշել, ու երբ որ աղբը պետք էր թափել, կամ հարևանի տուն գնալ ինչ-որ մի բան բերել, մաման դուրս էր գալիս ինձ գոռում էր, կանչում էր, ու ասում էր ես աղբը տար թափի կամ գնա հարևանի տնից էսի բեր, գրես այնպես չէ, որ հա ինչ լավ է, ես հիմա կտանեմ ուրախությամբ այս աղբը կթափեմ, չէ, ես չէի ուզում, բայց զորով գնում էի, որտեղ մաման ասել է պիտի լսես, գրես էլի հնազանդում ես, չէ, էլի անում ես, բայց հոժարությամբ չես անում, հոժարությամբ չես անում ես պարտադրանքով, անում ես, որովհետև ծնողն ասել է պետք է անես, սելիս հիմա թող չլինի, հա, Աստծո խոսքը մենք այս ձևով անենք, այլ թող մենք ինքնակամ մեզ հոժարացնենք, ինքնակամ մեզ դնենք այն կարգավիճակի մեջ, որ Տեր ես ուզում եմ քո խոսքը կատարեմ, ոչ թե պարտադրված կատարեմ, ես նույնպես ասել եմ, ոչ թե դժոխքից վախենալով կատարեմ, այլ քեզ սիրելով խոսքը կատարեմ։ Հա սիրելիս, երեք էր թե առաջի օրն էր, տանը խոսում ենք սենց կատակով հումորով, անկեղծ չգիտեմ, Սամին ինչ ասեցի կանես, ասես չէ, ասի 100,000 տամ կանես, ասեց հա, Yaman շուստրինես, գիրես Աստծո խոսքի մեջ ենքան թանկ բան կա, որ պետք չէ էլի մեզի մի բան ասեն, որ նոր մենք անենք, արի մենք ինքնակամ մեզ հոժարացնենք, ես հիշում եմ սպիտակում մեր եղբայրներից մեկը ասեց, հովիվ ջան չեմ կարում թարգեմ ծխելը, ասեցի մի հատ թանկանոց մեքենա ասա, ինչն ես սիրում, նու դեղ Porsche, չգիտեմ, Ferrari մի բան տենց ասեց, ասի այ որ քեզի ասեն մի տարի թարգի, մի տարի հետո քեզ Porsche են տալի, կթարգես, հա, ասի Աստծո խոսքը Porsche-ից թանկ պիտի լինի քո համար, Աստծո խոսքը պիտի Porsche-ից թանկ լինի քո համար, որ եթե խոսքն ասում է մի արա, դու տեղ հոժարություն դնես, ասում է հոժար սրտով, հաջորդը սիրելիս ասում է, խոսքը լսում են, պարզապես ոչ թե սենց ժամանակ անցկացրեց, սենց ուղղակի ականջի տակով անցավ, այլ ինքը լսող ականջ, եղել է չէ, որ մենք դպրոցում դասի նստած ենք, դասատում խոսում, բայց մենք այդտեղ չենք, երազանքներով գնացել ենք, պատուհանից դուրս նայում ենք, արդեն դասատուները մանավանդ էդի լավ նկատում են, ես տեղից էլ է էդի նկատվում, խոսում ես մարդը իր մտքերով գնացել է, երևի տանը, չգիտեմ, լվացքն է փռում, ճաշի տակն է անջատում, կամ չես իմանում ինչ ան, խոսքը լսող, որ ամբողջ ուշադրությամբ կլանված է խոսքի մեջ։ Գրես Ջոն Բիվերը մի լավ խոսք ասի, ասма գիտեք, ասма, եթե ձեր շատ սիրած դերասանը, կամ ձեր շատ սիրած
չգիտեմ, մեծահարուստը, բիզնեսմենը կամ ֆուտբոլիստը, եթե գա խոսա, դուք աթոռի ծայրին նստած ամեն մի խոսքը օդից կբռնեք։ Ոնց ենք մենք խոսքը լսում։ Եկել ենք Տեր, ես ծառավ եմ, ուզում եմ քո խոսքը նորից վերցնեմ։ Դե գնանք քուրերին կտեսնենք, ժամանակը կանցնի, կգանք հետ տուն։ Չէ, սիրելիս, ծառավ դիր սրտիդ մեջ, փափակ դիր սրտիդ մեջ։ Աստված հիմա քո սիրտը, քո հոգին կերակրում է իր խոսքով։ Իր խոսքն է ցանում։ Այս ամեն աստվածաշնչյան տեղը, որ կարդացվում է, իմ ու քո հոգու համար սա կերակուր է։ Հələ հիշի, սիրելիս, կորոնայի ժամանակ տունը նստած ինչքան էինք կարոտել, չէ։ Խոսում ենք իրար հետ ինտերնետով, հեռախոսով, ոնց ենք կարոտել այս հանդիպումները, ոնց ենք ուզում այս ժիվոյ շփումները, ոնց ենք ուզում այս ժիվոյ քարոզները։ Ամեն։ Այ խոսքը լսող լինենք։ Ես միշտ ասել եմ, գիտես, եթե գալիս ես հավաքույթի ու մտածում ես, դե լավ, դե հենա հիմա փառաբանությունից հետո զոնից հետո բան 20 րոպե ունեմ, մի հատ էս կոֆեն խմեմ, նոր գնամ։ Չէ, սիրելիս, ավելի շուտ արի, քան հավաքույթն է։ 5 րոպե շուտ արի, 10 րոպե շուտ արի։ Այդ նշանակում է 10 րոպե տնից շուտ դուրս արի։ Խոսքը լսող լինենք, հոժարությամբ, սրտի փափագով։ Հաջորդն ասում է ընդունել, ընդունող լինենք։ Խոսքի հետ ոչ թե կռվող լինենք, այլ խոսքը ընդունող լինենք։ Որ երբ որ Աստված մի բան ասում է, մենք հասկանանք, որ իմաստունների իմաստունն է դա խոսում։ Դա չի խոսում պարզապես ինչ-որ մի մարդ, դա չի խոսում հովիվը, դա խոսում է Աստված, Աստծո խոսքն է խոսում մեր հետ։ Դուք կհիշեք, մենք մի անգամ այդ օրինակը բերել ենք։ Ես Երևանում էլ այդ օրինակը բերեցի, երբ որ մետրը տվեցի 2 հոգու։ Երբ որ ճշմարտությունը գալիս է, մեր մարդկային կարծիքները վերանում է։ Արդեն ճշմարտությունը պետք է մեր կյանքում տեղ գտնի։ Խոսքը ընդունող լինենք։ Խոսքի հետ կռվող չենք։ Հա դե հա գիտեմ Հով ջան, էդի տենց ասում, բայց։ Էլ ինչ բայց։ Էլ ինչ բայց։ Գիտես ինձ ինչքան է դուր գալիս, ասում եմ Աստված Աբրահամին ասեց վեր կաց գնա տղուց զոհելու, ասում եւ հաջորդ օրը վաղ առավոտյան Աբրահամը ճամփա անգավ, չասեց բայց։ Մա завтрак կանեմ, առավոտ մա завтрак կանեմ, ցերեկը մա ճաշ կանեմ, հետո կմտածեմ, կգցեմ, կբռնեմ, չի ասում վաղ առավոտյան ճանապարհ անգավ։ Հա սիրելիս։ Հաջորդն էլ ասում է համբերությամբ պտուղ են տալիս։ Գիտես խոսքը մեր մեջ պետք է մնա ու մենք պետք է համբերենք այդ խոսքին, ժամանակ հատկացնենք այդ խոսքին։ Խոսքը պետք է աճի մեր ներսում։ Խոսքը դրեցիր, ցանկացած խոստմունք դրեցիր քո ներսում, դու իրան պետք է թանկ պահես։ Որ անորենը չգա ու գողանա։ Մենք դες կարդացինք, ասում է, խոսքը սերմն է, երբ որ սերմը ցանվում է, անորենը քնած չինք, ամեն ինչ ուզենալու է գա ու պոկի, տանի, արմատախիլ անի, բայց մենք պետք է պահենք, համբերությամբ պահենք։ Կգա հիասթափություն, կգա հանձնվելու գայթակղություն, կգա հաճույքներ, կգա տարբեր տեսակի իրավիճակներ, բայց համբերությամբ պահողն է պտուղ ունենում։ Մայրերը որ հղի են, կվկայեն, չէ, զգուշորեն պտուղը պահում են, զգուշ քայլի, ծանր բան մի վերցրա, էսի կերեսի առողջարարա, էնի մի կերենի վտանգավորա, պտուղը պահելու համար, իսկ մենք պտուղը պահելու համար, այդ սերմը պահելու համար, մեր ականջները պահում ենք ամեն տեսակ կեղտոտ բան լսելուց, մեր շուրթերը պահում ենք ամեն տեսակ կեղտոտ բան խոսելուց, մեր աչքերը պահում ենք ամեն կեղտոտ բան ընկնելուց, Ինչքա խառնում ենք իրար։ Չէ, սիրելիս, երբ որ խոսքն ընկնում է սրտիդ մեջ, այդ խոսքը համբերությամբ պահել է պետք։ Այդ խոսքը համբերությամբ պահել է պետք։ Այս մարդը լսում է բժշկության խոսք, Քրիստոսի վերքերով դու բժշկված ես։ Բայց հետո բացում է ինտերնետը ու նայում է, այդ հիվանդությունը խի կարա չբուժվի։ Այդ խոսքը չորացավ արդեն։ Այդ խոսքը անպտուղ դարձրեց։ Դու պետք է պահես այդ խոսքը համբերությամբ, պահես, խնամք տանես, դավանես, աղոթես, պահես այդ խոսքը ու պտուղը գալու ժամանակը կլինի, պտուղը կտա սիրելիս։ Հալելույա։ Տես քանի կետա տալիս Հիսուսը, բարի սիրտ,
հոժար սիրտ, լսել, ընդունել, համբերությամբ պտուղ տալ։ Հալելույա, արի կանգնենք ոտքի խնդրում եմ։ Հիշի սիրելիս, սա Տիրոջ խոսքն է, Տերն է ասում, չեմ ուզում հիասթափվես, ուզում եմ քո կյանքի մեջ պտուղ լինի, ուզում եմ քո կյանքի մեջ պտուղ լինի, որ քայլես փառքից փառքի մեջ, որ քայլես քո կյանքում փոփոխություններ լինի, ուզում եմ, չեմ ուզում հիասթափվես, ուզում եմ պտուղ լինի։ Հալելույա մեր Տիրոջը։ Շնորհակալ ենք փառավոր Աստված։ Շնորհակալ ենք թանկագին Սուրբ Տեր, Սուրբ Հոգի։ Շնորհակալ ենք քո խոսքի համար։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, որ դու հրաշալի առաջնորդ ես։ Հրաշալի առաջնորդ ես։ Որ դու օգնում ես ու զորացնում ես, որ մենք չհանձնվենք։ Որ դու օգնում ու զորացնում ես, որ մենք ճանապարհի կեսին չկանգնենք, Սուրբ Հոգի։ Դու խոսում ես, Տեր, ու ցույց ես տալիս ինչա պետք անել, որ մեր կյանքում պտուղ լինի, որ չլինենք ծույլ, չլինենք բերված օրինակի պես, պարզապես կախարդական փայտիկ ուզենք, որ ուղղակի ասենք ու ինչ-որ մեկը մեր փոխարեն անի ու լինի ու պրծ։ Տեր, մենք ուզում ենք, մենք լինենք այն աշխատասերը, մենք ուզում ենք լինենք այն քրիստոնյաները, որ քո խոսքը կատարողներ կլինենք։ Փառավոր Տեր, մենք շնորհակալ ենք, որ ամեն ժամանակ քո խոսքով մեզ հետ խոսում ես։ Քո խոսքով մեզ ուժ ես տալիս, մեզ զորացնում ես ու թույլ չես տալիս, որ մեր ձեռքերը կախենք, փառավոր Տեր։ Շնորհակալ ենք թանկագին Արքա։ Շնորհակալ ենք թանկագին Արքա։ Օ Հիսուս, մենք քեզ փառավորում ենք։ Մենք մեծարում ենք քո սքանչելի անունը, Տեր։ Մեծարում ենք քո սուրբ անունը, Տեր։ Փառք, փառք, փառք ես, Տեր։ Ուզում ենք, Տեր, որ ամեն մեկիս կյանքը փոխվի։ Ուզում ենք, Տեր, որ ուղղակի ցույց տաս այն տեղեր, որտեղ ծույլություն ենք արել, ուղղակի սթափվենք նորից, կպնենք քո խոսքին։ Շնորհակալ ենք, փառավոր Աստված։ Շնորհակալ ենք, Տեր։ Դու քո խոսքում, երբ որ ես առակը պատմում ես աղաղակում ու ասում ես ով ականջ ունի, թող լսի, թող այսօր եկեղեցին լինի այդ ժողովուրդը, որ ականջ ունենք ու լսում ենք, Տեր, ու վերցնում ենք այն ինչ որ դու ասում ես։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր։ Տեր, թող չլինենք մենք այն մարդիկ, որ եթե գիտենք տեղեր, որտեղ պիտի փոխվենք, չենք փոխվում, մնում ենք նույնը։ Տեր, թող չլինենք այդ մարդիկ։ Թող լինենք այն մարդիկ, որ ինչը որ գիտենք պիտի փոխենք, ջանք թափենք, որ փոխվի։ Ջանք անենք, որ փոխվի։ Հալելույա քեզ, Տեր։ Շնորհակալ ենք, Հիսուս։ Շնորհակալ ենք, Հիսուս։ Շնորհակալ ենք թանկագին Արքա։ Շնորհակալ ենք, Հիսուս։ Օ Տեր, փառք ես, փառք ես։ Հալելույա։ Գիտես սիրելիս, տարվա խոսքը հռչակված է եւ Տիրոջ ձեռքը մեզ վրա լինելու եւ խաղաղվելու տարին։ Վերցրա, հաճախ աղոթք կար այդ խոսքերով, դավանի քո կյանքի մեջ։ Տեր, դու խոսել ես, ես սա վերցնում եմ։ Իմ կյանքում քամիներ ու փոթորիկներ լռեք ու պապանձվեք։ Սա հաճախ աղոթի, սա հաճախ ասա, այսօրվա քարոզի համաձայն վերցրա ու գործի դիր խոսքը։ Նայ, քննի սիրտդ, ասում բարի սիրտ, եթե սրտիդ մեջ բան կա, սա Տեր, օգնի սրտիս մեջ այս հարցերը լուծեմ։ Հալելույա սիրելիս։ Ես ուզում եմ մի հարց տամ, կա մարդ, որ այսօր առաջի անգամ է։ Եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես, մենք ողջունենք քեզ։